Ես ուզում եմ իմ հիացմունքը հայտնել Ռուբեն Վարդանյանի արժանապատիվ կեցվածքի համար եւ առաջիկա ժամերին, որովհետեւ այսօր շարունակվելու է դատավարությունը, մենք կլսենք Ռուբեն Վարդանյանի վերջի խոսքը, որը նա փոխանցել է նաեւ հեռախոսազրույցի ընթացքում իր որդուն, եւ ես ուզում եմ ցիտել, ես վստահ եմ, որ հենց հիմա այս պահին, որ մեր լայվը գնում է, Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը ասում է այս խոսքերը, որ իր որդու միջոցով խնդրել է փոխանցել նաև մեզանից յուրաքանչյուրին, ինչ ասել Ռուբեն Վարդանյանը։ Սա անօրինական դատական գործընթաց է եւ այստեղ դատավարության օրինականության մասին որևէ խոսք լինել չի կարող։ Այն ինչ հիմա կատարվում է Բաքվում, սա ծայրից ծայր անօրինականություն է։ Արցախը կա ու կլինի անկախ նրանից, թե ով ինչպես է փորձում վերասրբագրել պատմությունը։ Ես որևէ բանի համար չեմ ափսոսում, ավելին ցավ եմ ապրում, որ չեմ կարողացել իմ գործը հասցնել ավարտին եւ նորից կրկնում եմ, այնինչ ես արել եմ ճիշտ եմ արել, չեմ հասցրել իմ գործը ավարտին հասցնել եւ զղջում եմ միայն դրա համար եւ պնդում եմ, Արցախը կա եւ Արցախը լինելու է անկախ նրանից, թե հիմա ինչ է կատարվում եւ ինչ է արվում նաեւ Բաքվի դատարանում, ինչ ասեմ, բրավո Ռուբեն Վարդանյան։